Մարտին Յորգանցը Փարիզում շրջում է սեփական գազելով, թեև հարևանության Պարտասահմանյան մակնիշի մեքենան է կանգնած, բայց պտույտը Ֆրանսային թաղերուն մեջ նախընտրում է երեկակնանի փոխադրամիջոցով անունը գազել։ Ամեն օր դունես մինչև ոս հեզանիվով գուկամ, հոսքը մինչև դունս հեզանիվով գերտամ, եւ ամեն ինչ հեզանիվով գնեմ, արուդուրներս, բդույթներս։ Յորգանցը վերջին տարիներին երկացանկին զուգահեռ հարստացնում է նաև իր ռեստորանի ճաշացանկը։ Շեֆ խոհարարը Յորգանցի կինը եւ երգիչ խոհարարը ձեզ կհրամցնեն մածնով քեբաբ, քուասոն դժուղ, իսկ վերջում կառաջարկեն մի քանի օրվա բորշչ։ Իհարկե ամեն մի կերակուրը կհամեմեն ծագման երկրին հարիր երգով։ Երկերը ծեր միտքը ծեր սիրտը գշոյե, իսկ ջաշերնալ ծեր ստամոքսը գրեցնե։ Երկուքն պետք է perfect լան։ Հայերեն դերքեն, բոլոր աշխարում, որ ապրի հավերժ և լավում։ Հայերեն, շուտով սովորեն, կեդրոցի ընկերներով, կարտամ ու գրեն։ Հայերեն երգեր Յորգանցը սկսեց 70-ականներին, 90-ականների սկզբի բումից հետո այս բիզնեսում նրա շոուի ալիքը հանդարտվեց։ Նա գնաց Ֆրանսիա, բացեց ռեստորան ու սկսեց երգել հաճախորդից հաճախորդ, երբեմն հյուրախաղից հյուրախաղ։ Իհարկե մինչև այսօր նրա երգացանկում ռեստորանի այցելուներն իրենց փոքրիկ մատիկն են փնտրում։ Ամեն օր միտքս է։ Ամեն մի վարյան Հայաստանի համերգները, ժողովուրդը, փոքրիկները, ամեն ինչ միտքս է եւ ամեն վարյան գարոտնամ եւ բոլորին գբատմեմ եւ նույնիսկ բոլոր վիդեոները ցույց կտամ, նկարները ցույց կտամ, ասոն ինձ համար մեծ սպարտություն է։ Այսօր Մարտին Յորգանցին հետևում են ընդամենը 40 զույգ աչքեր։ Մինչդեռ 80-ականներին Յորգանցը Երևանում միայն 2 տարում 100-ից ավելի համերգ է տվել։ Նրա հետ հավասար ու նրանից էլ բարձր Յորգանցին ձայնակցում էին միլիոնավոր հայեր։ Այսօր երգիչը Հայաստան գալիս է 10 տարին մեկ։ Ասում է իր երգի ժամն անցել է։ Հիմա Հայաստանը այնքան ինձի պետք չունի, քանի որ արդեն ունի իրեն երգիչները, որոնք անդադար տելևիզիոնների վրա, կանալների վրա ինչ որ չի գա ժամանակին, հիմա ամեն ինչ կա։ Ես Grand Candy շատ եմ սիրում։ Մագայի բոլոր գովազդային տեսահոլովակները նկարահանվել են առանց փորձի։ Ամենաշոկոլադե փոքրիկը քաղցրավենիք շատ չի սիրում։ Հայտնի նախադասությունը նա ասում էր միայն տեսահոլովակի ժամանակ եւ հարազատների աղաչանք պաղատանքից հետո։ Ես Grand Candy շատ եմ սիրում։ Մագան Գրանդ Հոլդինգի նախագահի թորնուհին չէ, ոչ էլ առավել եւս գործարանի վաստակավոր բանվորուհու ազգականը, ուղղակի հասցրել էր մասնակցել մանկական հաղորդումներում եւ նրան չնկատելն ուղղակի անհնար էր։ Կոնֆետները սպիտակ էին, շոկոլադը վրան լցվեց դառան նեգր։ Մագան 11 տարեկան է, բայց արդեն ունի 8 տարվա աշխատանքային ստաժ։ Իր առաջին աշխատավարձը ստացել է 3 տարեկանում ու ինչպես ընդունված է աստղային աշխարհում, հոնորարների մասին քար լռություն։ Չեմ հիշում։ Չեմ հիշում։ Անսպասելի չէ, առաջին գովազդում Մագան ընդամենը 3 տարեկան էր։ Այդ քաղցրությունը ճաշակելուց հետո նա շուրջ 7 տարի Grand Candy գովազդային դեմքն էր։ Փոքրիկը կանգնեց երկընտրանքի առաջ, վերադառնալ աշակերտական սեղանին, թե շարունակել կարիերան այդ քաղցր բիզնեսում։ Դպրոցը կարգավորեմ, հետո նորից մտնեմ էլի կամ հեռուստահաղորդում վարեմ կամ գովազդի մեջ լինեմ։ Նա գնաց, բայց խոստացավ վերադառնալ, 2009 հոբելյանական է, 10 տարի բեմից հեռու, շոու բիզնեսից դուրս։ Մոտ մի 10 տարի ես խաբելու կարգավիճակով, ճիշտ է, կոպիտ կհնչի տենց, խաբելու կարգավիճակով, ասում եմ, որ երեխա եմ պահում, երեխա եմ մեծացնում։ Իր շոու բիզնեսին սպասելիս այնուամենայնիվ 2 երեխա մեծացրեց։ Առաջին շոու թռիչքը 16 տարեկանում էր, հաշված ամիսներ անց հասավ մեծ բեմ ու տեղն ու տեղը խոստովանեց։ Սիրում եմ, սակայն ասել դժվարանում եմ։
90-ականներին հայկական շոու բիզնեսը իր արձագանքը ստացավ։ Նորաբաց աստղաձուլարանը թողարկեց անկախ Հայաստանի առաջին փոփ աստղերին, համարձակ պահվածք։ Ահա թե ինչ էին բերում նրանք նորանկախ երկրին, ու մեկը մյուսի հետևից առանց միմյանց հերթ տալու հայ երգը սկսեց արձագանքել բոլորի ականջին։ Դեպի մեծ ու փոքր քաղաքներ, ավաններ, գյուղեր, ոչ ոք չպիտի անմասն մնար համընդհանուր շոուից։ Շոուն չպետք է դադարի, այն միաժամանակ թե հաց էր եւ թե տեսարան։ Դռներ էին կոտրվում, պատուհաններ էին կոտրվում, ֆանատները ճոճում էին մեր մեքենաները, որով մենք գալիս էինք, ինչ ասեմ, այն կարգի, որ ասենք շատ եւ շատ որ ցույց են տալի հերոսատեսություն, հիմա չեք կարող պատկերացնել, բայց որ ցույց են տալի Ջեքսոնի ֆանատներին, Բիթլզի, այդ աղջիկները, տղաները, որոշ լացում էին, իրանց կոտորում էին։ Շոուն շարունակվեց առանց արձագանքի, հրապարակիչավ շոումենների նոր սերունդ ու հայրենական Ջեքսոն Բիթլզների աստղը մարեց։ Ուզում էինք իմանալ պատճառը, մինչ օրս չբացահայտվեց այդ պատճառը։ Լավ կլիներ նորամուծություններ լինեին, ընդգրկվեին մոռացված, սակայն գործող երգիչ-երգչուհիները, որովհետև նրանք չեն խամրել, էլի, նրանց աստղը փայլում է, բայց ստվերում է փայլում ցավոք սրտի։ Եվ ես չեմ վախենա ասել, որ նրանք այո, ունեն մեծ երկրպագուների բանակ։ Բեկջանյանին ստվերից հանելու գործին ձեռնամուխ է եղել նրա ամուսին Արման Էլբերտը։ Երգահանը ջանք չի խնայում կնոջը վերադարձնել նախկին փայլը։ Ի գիտություն երկրպագուներին վերադարձի խոստումն ուժի մեջ է։ Կանչում եմ քեզ յար, կանչում եմ Այդ երգով ավելի շատ ճանաչվեցի։ Իսկ մինչ այդ նրա կանչը լսվում էր Սպայտանը, Զարթոն 97-ում, Բոհեմ 98-ում։ Առաջին հիթը Օլգային դարձրեց հայտնի եւ աստղային փայլին հետևեց նրա մասին ասեկոսեների աստղային անձրևը։ Հիմա ոչ միայն արևելյան, շատ այլ ազգերի նույնիսկ ճապոնական երանգներով երգեր է պատտվում այսօր մեր եթերներում։ Դա այն ժամանակ էր, որ շատ սուր էր դիտվում։ Հիմա կարծում եմ եկել են այն մտքին, որ ավելի լավ է մենք տանք եթեր, թող ժողովուրդը ընտրի։ Մեղքի զգացումը թե ժամանակի պահանջը նրան ստիպեցին հրաժեշտը չուշացնել։ 4-րդ ձայների զշուկա հանեց 7 տարի առաջ ու հեռացավ։ Ինչու դադար եղավ, քանի որ խոսք չկար ասելու, այսինքն ինչ-որ պաուզա էր մոտես, յուրաքանչյուր ստեղծագործող մարդու մոտ է լինում է այդ պաուզան, եւ 2 տարի ինչու լռեցի, որովհետեւ մի փոքր հիասթափություն նաեւ ապրեցի։ Օլգայի պաուզան սպասվածից ավելի երկար ձգվեց։ Welcome, բարի գալուստ։ Այս տեսահոլովակով նա կրկին հայտնվեց հեռուստաէկրանին։ Այստեղ Օլգա Այվազյանը սրբագրել էր իրեն, սակայն ուշացումով։ Քեզ սիրում եմ, բայց իզուր է։ Ես ասեմ, որ ճանաչված լինելը հեշտ է, բայց սիրվելը եւ հիշվելը շատ դժվար։ Այժմ Օլգան չի երգում ռեստորաններում, վոկալի դասերի է հաճախում եւ իր ուժերը փորձում հիփ-հոփ, էլեկտրահաուս, դեռևս իրեն հայտնի նոր ոճում։ Հիմա ավելի շատ են ճանաչում, կանեն շատ։ Լուրիչների թիմ շատ ես ունեմ։ Պրոստը հիմա որպես ընջյուրայ ռեժիսոր ճանաչում շատ։ Ջերմուկը միներալի հաջողության հասցեն է, քաղաքի ռեստորանում տղաները երգում էին, իսկ հավաքած թեավճարով համերգներ կազմակերպում։ Ռոքն ավելի զանգվածային էր դառնում, իսկ ջերմուկի բեմը շատ փոքր էր։ Տղաները թեև հեռացան, բայց միներալը մնաց ջերմուկին։ Սամը ոնց էր ասում ջղայլացեք, Առաջին մենահամերգի հաջողությունից հետո 80-ականներին նրանք ռոքը արտահանեցին Երևան։ Պապլավոկում միներալն անընդհատ էր։ Նախատեսված 1-2 համարի փոխարեն հայ ռոքերները 10 էին պահանջում։ Տղաները հարստացան ու սկսեցին թողարկել տեսահոլովակներ։ Եթե սիրեն, ապա այդպես սիրեն, ինչպես ոչ ոք չի սիրել։ Սխալը մեզ մոտ միշտ եղել է, մենք միշտ ամենաբարդ երկն ենք նկարահանել, ցույց տվել, չնայած չես կարող ասես դա ճիշտ է, ասենք մենք այն երկի վրա որ մտածում ենք, որ ինքը պետք է խիտ դառնա, բացարձակ Ոչ կոմերցիոն բիզնես մարտավարությունը նրանց դուրս մղեց եթերից, մահացավ խմբի տղաներից մեկը, միներալը թևաթափ եղավ։ Ոչ անֆիքսերված են,
Ոչ էլ հավաքված։ Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ժամանակ, յուրաքանչյուր 10 օր ընդհանուր մեր ժամանակը։ Բայց այդ շանսը չկա։